Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարները ներկայումս գտնվում են այս պահեստում, մոտորերս դրանք կտեղափոխվեն մայրաքաղաք, նման որոշում ընդունել էր կառավարությունը դեռևս ամիսներ առաջ։ Կառավարության ապրիլի 28-ի նիստում հաստատվել է Մինաս Ավետիսյան մշակութային բարեգործական հիմնադրամի Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերության միջոցներով Գյումրի քաղաքի էլեկտրատեխնիկական գործարանի նախկին ճաշարանի եւ գալվանոմետր գործարանի շենքերում գտնվող որմնանկարների տեղափոխման եւ վերականգնման մասին որոշումը։ Գյումրեցի որոշ արվեստագետներ շարունակում են ընդդիմանալ Մինաս Ավետիսյանի գործերի տեղափոխման կառավարական որոշմանը։ Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանն ասում է, թե որմնանկարները հետագա ոչնչացումից փրկելու միակ ուղին դրանք մայրաքաղաք տեղափոխելն է։ Ոմանք իրավիճակից օգտվելու նպատակ են հետապնդում շահեկան դիրքում հայտնվելու համար։ Մարդիկ կա, որ քաղաքական դիվիդենտներ փնտրող մարդիկ էլ կան այդ խմբավորման մեջ, որոնց բացարձակապես չի հետաքրքրում ավելի շատ Մինասը, քան իրենք Երևան, որ իրենք ինչ-որ հոգացավ են քաղաքի համար։ Եթե պիտի պահպանվի շատ լավ, ուրեմն թող պահպանվի Երևանում։ Ելնելով ներկա իրավիճակից Գյումրու էլեկտրատեխնիկական գործարան Փակբաժնետիրական ընկերության նախկին ճաշարանի շենքի դիմաց այսօր դարձյալ հավաքվել էին որոշ արվեստագետներ եւ գյումրեցիներ։ Նրանց պահանջը դարձյալ նույնն էր՝ պայքարելու են կառավարության որոշման դեմ։ Մինչդեռ իտալացի մասնագետները արդեն ավարտել են որմնանկարի ապամոնտաժման իրենց աշխատանքները։ Ֆաբրիցիո Յակոբինիի խոսքերով որմնանկարը փրկել հնարավոր է եղել։ Որմնանկարի տեղափոխման աշխատանքները սկսելուց առաջ կատարվել են նախապատրաստական փուլի աշխատանքներ։ Որմնանկարը փոքրինչ վնասվել է երկրաշարժից, իսկ հետո քայքայվել խոնավության պատճառով։ Հիմա ընթանում են գեղանկարչական փուլի եւ որմնանկարը կտորին ամրացնելու աշխատանքները, որից հետո այն կբերվի ամբողջական տեսքի։ Մինաս Ավետիսյանի որդին, ով նաև ղեկավարում է Մինաս Ավետիսյան հիմնադրամը, ասում է, թե կա կառավարության հստակ որոշում, հետևաբար որմնանկարները պետք է տեղափոխվեն մայրաքաղաք։ Եթե բանակցությունների արդյունքում հնարավոր լինի հասնել նրան, որ որմնանկարները չտեղափոխվեն, ապա այստեղ առաջ է գալիս ֆինանսական փոխհատուցման խնդիր, քանի որ կա պարտավորվածություն պատվիրատուի նկատմամբ, արվել է մեծ նյութական ներդրում եւ այդ գումարները պիտի վերադարձվեն պատվիրատուին, եթե որոշում կայացվի որմնանկարները Գյումրիում թողնելու վերաբերյալ։ Մշակույթի նախարարությունը առաջարկ է ներկայացվել որմնանկարները Գյումրիում պահելու վերաբերյալ, պատասխան սակայն դեռևս չկա։ Առաջի հենց պարտավորությունը նախ եւ առաջ հենց Վարդնոց օդանավակայանի հետ է, քանի որ վճարող կողմը որմնանկարների հենց այդ կազմակերպությունն է։ Այսինքն մենք պարտավոր ենք կատարել իրենց տված առաջադրանքը տվյալ դեպքում։ Եթե որմնանկարները մնան Գյումրիում, դրանք կարժանանան մյուսների ճակատագրին, ստեղծված իրավիճակը այսպես է գնահատում Հասմիկ Կիրակոսյանը։ Գյումրիում կան մշակութային այլարժեքներ եւս, որոնք ներկայումս պահպանման լուրջ խնդիր ունեն։ 20 տարի շարունակ Մինաս Ավետիսյանի որմնանկարները ոչնչանում էին եւ ոչ մեկին դա չէր հուզում։ Հիմա երբ կառավարությունը որոշել է հարցին լուծում տալ, որոշման դեմ բողոքարկել ըստ Հասմիկ Կիրակոսյանի նպատակահարմար չէ եւ բերում հետեւյալ օրինակը։ Մենք այդքան թանգարաններ ունենք, պարտադրաբար են աշակերտներին տանում թանգարանները։ Թանգարանները մարդե չկա, բայց որ հիմի գյումրեցիներին ասես թե Շիրազի թանգարանը մի տեղափոխենք Երևան, ուշքերը կանցնի, բայց մարդ կա Շիրազի թանգարան ներս չի մտե։ Դրա համար մենք առաջինը մեր ունեցվածքը պիտի սիրենք, պիտի գնահատենք, ոչ թե ծայրահեղ մոմենտին առանց հասկանալու ձայն բարձրացնենք, դա օգուտ չի տա գործին։ Նշենք, որ ավելի վաղ Գյումրից կառավարության շենքի նիստերի դալիճ էին տեղափոխվել Մինաս Ավետիսյանի հանդիպում եւ Խաչկարի մոտ որմնանկարները։ Ներկայումս հայ գեղանկարչի մյուս որմնանկարները, որոնք գտնվում են Շիրակի մարզի Ազատան եւ Արամաբերդ համայնքներում, նույնպես անմխիթար վիճակում են։ Փայլակ Ֆարադյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։